Արյունոտ անձեռոցիկներ ու ապակու փշուրներ են դեպքի վայրում։ Ուրբաթ 15:40-ին այստեղ Եռաբլուրի հարևանությամբ է համար 23 երթուղու ավտոբուսը վթարի ենթարկվել։ Մոտակա բենզալցակայանի գովազդային վահանակը պոկվել է, էլեկտրասյունն էլ, որին բախվել է երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոբուսը, տապալվել է։ Խոշոր վթարի հետևանքով տուժել է 8 մարդ, մեկը երեխա է, առողջապահության նախարարությունից Հայլուրին հայտնում են, որ տուժած բոլոր քաղաքացիները, այդ թվում երեխան, հիվանդանոցից դուրս են գրվել։ Հայլուրի տեղեկություններով երեխայի առողջական վիճակը բավարար է գնահատվել։ Դեպքի վայրին մոտ գտնվող բենզալցակայանի աշխատակիցները պատմում են, որ իրենք ոչինչ չեն տեսել, ներսում են եղել, միայն բարձր ձայներ են լսել ու երբ դուրս են եկել, ավտոբուսն արդեն վթարված է եղել։ Վարորդի ինքնազգացողությունն է հավանաբար վատացել։ Ենթադրում են քաղաքային ավտոբուսների շատ վարորդներ, որ խուսափում են տեսախցիկի առաջ խոսել։ Պնդում են, որ ժոնգ-թոնգ մակնիշի ավտոբուսների արգելակները շատ լավ են աշխատում, բայց կան վարորդներ, որ անանուն մնալու պայմանով պատմում են, ավտոբուսները տեխնիկապես սարքին չեն ու շատ վթարների դեպքում ամենևին էլ վարորդը մեղավոր չի լինում։ Երևանցիներից շատերը գոհ են վարորդների աշխատանքից։ Մինչև հիմա հանդիպած վարորդները, ինձ հանդիպած վարորդները շատ կաշկապա, նորմալ, իրենց լավ են դրսևորել, արագություններ շատ նորմալ, ամեն ինչ նորմալ։ Վտանգ չեմ զգացել, էլի որ արագ լինի վախենամ։ Վթարից մեկ օր անց դեռ պարզ չէ համար 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնությունը։ Երևան ավտոբուսից Հայլուրին խոստացել են երկուշաբթի պարզել իրենց աշխատակցի անունը։ Քննչական կոմիտեն Հայլուրին հայտնում է, որ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական վարկածի, վթարից առաջ վարորդի ինքնազգացողությունն է վատացել։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։